Սիրելի Աստծո ժողովուրդ, բարելույս բոլորիդ, թող Տերս օրհնե այսօրվա առավոտը ու այսօր կցանկանայի, որպեսզի կաշտայինք միասին այն խոսքերը, որ նոր Տերս մեր ծառայությունը սկսելուց առաջ տվեց ինձ։ Սաղմոս 62-ի 5-ից մինչև 12 խոսքերը։ Արգինե քուրք կաշտաս մեզի համար։ Սիրով ով իմ անձս միայն Աստծո սպասե, վասնզի անկե է իմ լույսս, հիրավի անես ու փրկությունս, իմ ապավենս է, պիտի չսասանիմ, Աստծմե է իմ փրկությունս ու փառքս, իմ զորությանս վեմը ու իմ ապավենս Աստված է, ամեն ժամանակ անոր հուսացեք ով ժողովուրդ, անոր քանզի Աստված ապավեն է մեզի, արդարև ռամիկ մարդը փուճ է, ազնվական մարդիկը սուտ է, եթե կշրքի մեջ դրվելու ըլլան, ամենքնալ ունայնությունեն թեթևեն, հարստահարության մի հուսակ, հափշտակության վրա փուճ հույս մի դնեք, հարստությունը եթե շատնա, սրտերնի թող չվստահի անոր, մեկ անգամ խոսեցավ Աստված, երկու անգամ լսեցի ասիկա, թե զորությունը Աստծո կպատկանի, ողորմությունն ալ քու գտե, ով Տեր, վասնզի ամեն մեկուն իր գործին համեմատ հատուցում կնես։ Ամեն։ Այսօր մենք ամեն մեկս հավաքվել ենք Տիրոջից պատասխան ստանալու, չէ՞ երեխեք ջան։ Ինչ խոր թե աչքիներս կբացենք կամ պարկին կքնենք, ամեն մեկս հարց ունենք Տիրոջը։ Տեր ջան, լավ, սիկ ինչ եղենենք որ սպես եղնի, լավ, նիկ ինչ եղենենք որ պես եղնի, որ ճիշտ եղնի ու քու կաստուտ կամքիդ պես եղնի։ Ու այսօր մինչ ծառայությունը սկսելն ու քննարկելը, ես կսպասեմ, որ Տերը լցնե աղոթքի։ Ում որ կլցնե, թող աղոթե, որպեսզի Տերը այս խոսքերին հմի, կարող եք կաշտանք ու կսենք, վայ ինչ կա, հա, հասկացա, բայց Տերը ունի հզոր մեկնություններ մեզի տալու, չէ՞։ Օրինակ շատ հաճախ կաշտամ այդ պահին, հենց կաշտալուս պահին ուժեղ մեկնությունը քու կա։ Մեկնություն որ ես ինքս չի դեի։ Ու ես ինքս ստացա այդ հարցի պատասխանը։ Դրա համար արեք խնդրենք Տիրոջը, որպեսզի այս ծառայությունը ինքը անցկացնե ու մեկնությունը ստանանք իր կամքի պես, որ նոր շատ հզոր ձևով կպատասխանե մեր բոլորիս հարցերին։ Կա մեկ որ կուզե երեխեք ջան ցեզնից աղոթք կենը։ Սպասենք Տիրոջը, ում կլցնե աղոթեք։ Տեր ջան, մենք նորից հավաքվել ենք։ Քո խոսքիցը ծնվելու ու կիրակրվելու։ Մենք հավաքվել ենք քեզանով լցվելու։ Մենք հավաքվել ենք քեզանից սրբվելու ու մաքրվելու։ Մենք գիտակցենք, որ մեր կյանքի աղբյուրը դու ես, ու առանց քեզ որևէ մեկս մեր կյանքը չենք կարող փոխել։ Քո խոսքդ իմ ոտքերիս ճրագ է ու լույս է իմ շավիղներիս։ Հայրս, ես մենակ քեզի ու քո խոսքիդ կվստահեմ ու կհուսամ։ Իմ կյանքից ցանկացած ճանապարհը քո ձեռքերիդ մեջ կհանձնեմ, հայրս։ Այս ծառայությունը դու պիտի անցկացնես։ Այս եկեղեցին քուքդ է։ Այս եկեղեցու միակ առաջնորդը, հովիվն ու հիմնադիրը դու ես, Տերս։ Դու քո սուրբ հոգիդ ազատ շրջա այս վայրում։ Ազատ խոսա մեր միջից, ազատ մեզի հանդիմանե, սրբե, մաքրե, խրատե ու դաստիարակե։
Մենք չենք հավաքվել քովեստի խոսքեր լսելու։ Մենք հավաքվել ենք քեզնից հանդիմանվելու, սրբվելու ու մաքրվելու։ Օգտագործի ամեն մեկիս քո փառքիդ համար, քո անունիդ համար։ Նոր սպիտակ հանդերձներ հագցրում ես։ Դու գալու ես մեր Հիսուս, մեր սիրելի Փեսա։ Պատրաստ է քո հարցիդ։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Կարդանք ու քննարկենք այս խոսքերը, հա, ժողովուրդ ջան։ Ով իմ անձս, միայն Աստծուն սպասե, քանի որ նրանից է իմ հույսս։ Սիրելիս, պատկերացրու, որ դու հիմի խնդրիդ առաջ նստած ես ու չգիտես ինչ բդենես, ու Տերը քեզի կսորվծնե։ Միայն Աստծուն սպասե։ Տերը քեզի կսե ընձի սպասե, մի խառնվի իրար։ Ինչի, որովհետև քո հույսդ իրանից է, ինքն է քեզի ստեղծ է, ու բոլոր խնդիրներին լուծում ով կրնա մեզ տա, եթե Աստված է մեզի ստեղծ է, մեր խնդիրներին լուծում տվողն է, չէ Աստված։ Եթե կունենաք ինչ-որ բաներ սելու, ժողովուրդ ջան, կրնաք բացեք միկրոֆոնները սեք։ Հիրավի նա է իմ վեմս ու փրկությունս, իմ ապավենս է, պիտի չսասանի։ Աստծուց է իմ փրկությունս ու փառքս, իմ զորությանս վեմն ու ապավենս Աստված է։ Ամեն ժամանակ նրան հուսացեք, ով ժողովուրդ, նրա առջև սրտներդ բացեք, քանի որ Աստված ապավենն է մեզի։ Աշտարիվ ռամիկ մարդը փուճ է, ազնվական մարդը սուտ են, մարդիկը սուտ են։ Եթե կշեռքի մեջ դրվելու լինեն, ամենքն էլ ունայնությունից թեթև են։ Հարստությանը մի հուսակ, հափշտակության վրա փուճ հույս մի դրեք։ Հարստությունը եթե շատանա, սրտերը թող չվստահեն նրան։ Մեկ անգամ խոսեցավ Աստված, երկու անգամ լսեցի նրան, թե զորությունը Աստծուն կպատկանի։ Ողորմությունն էլ քուքտե, ով Տեր, քանի որ ամեն մեկին իր գործի համեմատ հատուցում կանես։ Երեխեք ջան, կուզենայի որ ամեն մեկդ այս խոսքերը վերլուծեիք, որիդ մեջ ինչ որ կբացվի, հա։ Սիրելիներ, մինչև Սուրբ Հոգին կուտա մեկնություն, որևէ մեկին մեր ծառայություններ մենք սպես կանցկացնենք։ Մենք Տիրոջը կսպասենք, ով ում կառաջնորդի աղոթե, ում մեջը մեկնություն կուտա, որովհետև եկեղեցու առաջնորդը Աստված է։ Ու Տերը ինքը պիտի որոշե, թե ում միջոցով պատասխանը տա ու հայտնի։ Այսինքն Սուրբ Հոգին ազատ կշարժվի մեր եկեղեցում, ովքեր առաջի անգամ են միացել մեր ծառայություններին, պարզապես գիտեցեք, որ
մեր եկեղեցում, որի վերնագիրն է աշտարությունը կհաղթե, որը վերնագրել է Աստված, կշարժվի միմիայն Սուրբ Հոգու առաջնորդությունով։ Ես ինքս ծառայություններին չեմ մասնակցել, եթե Տերը ինձ չի առաջնորդել։ Ում որ ցույց կտա, ես իրան կսեմ ինքը կանցկացնե ծառայությունը։ Թող ամեն ինչ եղնի ամեն մեկիս կյանքում Աստծու փառքի պես ու Աստծու անունի ու պատվի համար։ Արգինե ճամփանուների սելուքուր։ Ահա, հիմա մեկնություններին անցնենք։ Սիրելիներ, ամեն մեկս ունենք խնդիրներ, չէ, դժվարություններ, հոգսեր։ Մեր աչքերը բացելուն պես չիտեմ, իմ մոտս պես է։ Ես իմ աչքերս կբացեմ, թե չէ միանգամից Տիրոջը կփնտրեմ։ Գիշերը կարթնացնայինձի ես Տիրոջը կսպասեմ։ Ինչի համար։ Որովհետև ով կա էլ Աստծուց բացի, որ մենք կրնանանք իժան փնտրենք ու իժան սպասենք։ Այս երկրի վրա չկա մեկը, Աստծուց բացի։ Մի հույսերդ դրեք մարդկանց վրա, ձեր ունեցած փողերի կամ հարստության վրա։ Տերն է մեր զորությունը, մեր հույսը, մեր ապավենը, մեր ուրախությունը, մեր բաժինը։ Ու միշտ հիշեք, Աստված նաև ամեն մեկին իժա գործի համեմատ հատուցում կանե։ Ուրեմն եթե դու ունիս այսօր խնդիր, եթե դու ունիս այսօր դժվարություն, ու չես գտնի քո հարցերիդ պատասխանը, ուրեմն այսօր Տերը քեզի արթնացրել է, որ սե բալես ինձ սպասե։ Քույսդ հեչ մեկի վրա չդնես, իմ վրես տիր։ Ես կրնամ հոգամ իմ բոլոր երեխեքիս կարիքները։ Սկանա սիրելիներ, ինչ որ այս պահին ուզեցա որ ցեզի հետ կիսվեի, բաժանորդագրվեք մեր ալիքում, ովքեր բաժանորդագրված չեն, եթե համաձայն եք, որ ձեր հույսն ու վստահությունը դեղնի մենակ Աստված, մեկնությունների մեջ գրեք ամեն, կիսվեք այս տեսանյութով շատ շատերի հետ, սիրելիներ, որպիսի մարդիկ իրանց հույսերը դնեն միմիայն Աստծու վրա։ Ու մեկ է շատ լայքեր դրեք, որպիսի տեսանյութերը տարածվին։ Ակտիվ մասնակցեք մեզի հետ, սիրելիներ։ Քանի որ Հիսուսիս գալուստը շատ մոտ է, մենք պետք է ամուր եղնենք, միաբան եղնենք, Աստծու խոսքը տարածող եղնենք, Աստծու խոսքին հնազանդվողներ եղնենք, որ օրհնվենք ու օրհնության պատճառ հանդիսանանք շատերին։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, թող Աստված օրհնե մեր բոլորիս առավոտը, իսկ մենք շարունակենք մեր ծառայությունը, աղոթենք ազգերի, ցեղերի, լեզուների ու ժողովուրդների համար։ Ովքեր որ կցանկանան, որ միանան մեր հոգևոր ընտանիքին կամ ավելի շուտ, կրնակ զանգարեք +374 98 95 00 71 համարին։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, կապի դուրս արեք, եթե Տերը ձեզի կառաջնորդե։